Ողջույն։ Ողջույն։ Ապրիլի 30-ն է, չէ՞։ Այո, ապրիլն էլ վերջացավ։ Ապրիլն էլ գնաց։ Գնում է։ Հույսը դնենք, որ մայիսը լավը կլինի։ Համարցաղել լավն էին, ինչ է։ Դե լավ, ինչ է, սա որ անձրև։ 5-25 ապակաս, 19 աստիճան։ Անայտին տենց է չկարացա համոզեմ, որ մակուլատուրան պետք չի հավաքել ու լցնել ստեղ։ Ոնց որ հիմա պետք է կանգնեմ, ինքը հավաքած իր մակուլատուրան տանի տեղադրի արկայի մեջ, հետո նոր գնանք։ Ես մի լուրջ գործ ավարտեցինք, հիմա գնանք խանութներ, այսօր ջազ ֆեստիվալ է, չէ՞, Կասկադում։ Հա։ Էդ հաստատ ան էդ։ Դե 100% ամսի 39-ից գրած։ Այս ջուղայի փողոցն է հաստատ։ Էդ էլ է տենց հաստատ։ Այսօր вообще ինչ որ ով էր, կարծեմ մեր Անահիտ Ալբերտյանն էր գրել, որ այսօր համազգային բարի օրն է։ Այսօր։ Հա։ Համաշխարհային։ Այն օրը չէր են, որ բարում էին։ Դու ես շատ գիտեմ, այսօր էր գրել Անահիտը։ Ես ձենս կտրվել անետ։ Ինչի։ Չգիտեմ։ Քիչ ես խոսում, երևի դրանից։ Հա, այսօր քիչ եմ խոսում։ Հեսա կամաց կբացվի Սաֆարյան փողոց, այնտեղ հիվանդանոցն է, Գրիգոր Լուսավորիչ։ Այս ինչ սիրուն ծառ էր, նայի։ Հա, լավն էր, դե լավ։ Ասի կանգնեմ մի րոպե, որտեղ իրեք շատ Հետ գալուց կանգնենք։ Սենց ենք էլի հետ գալու, տունեք չէ գալու։ Լավ, որ հիշենք իհարկե։ Ես էլ մեր մասիվը առաջինից փոխվում ենք, մտնում ենք 3-րդ զանգված Գյուրջան փողոց։ Մի հատ մտնեմ 10,000 դրամով մի լիտրանոց Հինգաստանի կանյակ առնեմ։ Եթում ես։ Եթե եթում ես։ Ընկերս այն անգամ ասեց ռուսները սաղ էտ են առնում։ Այդենց էժան աստած։ Դուք ստեղ եք անայդ, ես գնամ մի հատ կանյակ ու սիգարետ առնեմ, մի րոպե թույլ տուր անցնեմ։ Սիգարետը լարնեմ մի անգամից։ Բավուր է մի լիտրանոցը։ Հա, հեսա։ $10,540, հա։ Ես կարամ ես տանեմ կասա, ապրես։ Դա։ Այդ սիգարետ էլ է պետք ինձ։ Դա մեր ինչի սմբատ է։ Այս իրանից սմբատ, մի բլոկ։ Նա բլոկով էր ապրես։ 387, 391 դոլարը իջել է, մի քիչ 17,360 ծախս, իսկ կա մարդ, որ այդ ծախսերից ազատված է, պատկերացնում եք, չէ՞։ Գալիս է բժիշկը ասում է, բժիշկանը, ինչ-որ լավ չեմ զգում ինձ, ասում է ծախում ես, ասում է չէ, խմում ես, չէ, բա ինչ ես ուզում։
ավարտեցինք։ Ան այդ քանիսին է այդ սկսում։ 7:30։ Օ, Գնանք ճաշենք, հետո դուրս կգանք։ հա, անպայման չի որ 7:30 գնանք, չէ՞։ Հա։ Դե հոծերից չի կմնալու պարզա։ Մի քիչ կմնանք, ու կգնանք։ Հետո դու պետքա բան անես, Ծառը նկարեմ։ մոնտաժը տանես, ուշ գիշերս վերջացնում։ Եթե չեսովա վիդեոն ժամը 3-ին որ հասցնեմ լավ է։ Համերգները դրանով է ծանր։ Ստեղ։ Հաստատ։ Ասա կանգնեմ։ Սաֆարյան փողոց։ Ես էլ այդ հուզիչ ծառը։ Մոտենանք մի հատ։ Հա, Վարդանյանների այգիում կար սրանից, բայց սենց փարթամ չէր, լավ մեծ է, ստեղ տղաներին հարցեցի, ոչ մեկը չգիտեր ինչ ծառ է, հատ մոտիկից ցույց տամ, մեր մասնագետները կիմանան, չես հավելի։ Բայց մի քիչ նման է այն թփերը որ կար է, հիշում եք։ Գևորգ Էմինի տան մոտ։ Այն անտառայինի կողմերը գույնը բան է, բայց իհարկե սա ուրիշ է։ Ուրիշ պատմություն է։ Հա, կալակորչիկներ էր։ Հա։ Վարդանյաններինց ծառից էր։ Հա, ուղղակի սա մեծ էր էլի։ Հա։ Շքեղ էր ավելի։ Բայց Բայց տեղը լավը չէր։ Մի քանի տարի հետո գարաժների մոտ։ Դե այն Փարիզի կողմն էր, ասված։ Գարաժներին չէր։ Իրանց հարցրեցի, չգիտեին ինչ ծառ է։ Բայց անայդ այն բանին նման էր։ Գևորգ Էմինի առանձնատունը հիշում ես, որ մի անգամ գնացինք։ Համ գույնն էր նման, համ ծաղիկների տեսքը։ Տունը գնայեմ։ Նա ոնց էր կոչվում, կարող է հիշես։ Գլիցին էր, բայց դա չէր իհարկե։ Մի հատ չգնանք մեր այգին տենանք ծաղկած, թե չէ։ Չէ, անայդ ուշ է, հետո մի հատ ջումայի։ Գոնե անձրև չկա, անձրև գա вообще։ Մի տարի հիշում ես Նելի հետ էինք։ Լավ էլ ուժեղ անձրև էր։ Երկրորդ տարին էլ էր, այն գիշերայինը որ նկարիր, թե այդ նույն օրն էր, որ Նելիչկա մեր հետ էր։ Գիշերը էլ արդեն իրիկուն է։ Հա, գեղեցիկ էր շատ այդ պրոժեկտորների տակ անձրևը գալիս էր։ Ես էլ մեր Նանսենը։ Շուտով ես Նանսենով էր անցնել չի լինի։ Այս շենքը որ անցնեն, այստեղ մեկ գոտնելու տեղ չի լինի։ Ոչինչ, դրոնը կնստենք, կթռնենք։ Ավտոբուսները։ Են մեր շենքը Ուռոդությունը սարքեցին։ Կանգնել նայել որ հանձնեն, են էլ հանձնեն, դե հուսանք մենք չենք կլնի արդեն։ Այս շենքը չէ։ Հասանք Կորյուն Տերյան խաչմերուկ 7:21 րոպե 17 աստիճան ջերմություն։ Էկո ավտոբուս Երևանի համար ծրագիրը ֆինանսավորել են Եվրոմիությունը, Նիդերլանդ, Գերմանիա, Ֆրանսիա եւ այլն։ Այդտենց մեզ սիրում են ամեն ջան։ Մաշտոց պողոտա։ Այսենց վիշնյաներ են արդեն։ Տենում եք, չգիտեմ։ Աչել են։ Մեր մոտ էլ է երևի աչել։ Չէ, այ մարդիա, մեր մոտ Բայրամ փողոցում ենք ժողովուրդ, մի կերպ երեսի զորով կանգնեցինք,
Այդտեղ գտանք, հələ տեսեք ինչ է կատարվում։ Բայրոն մարքետում եղել եմ։ Անայ ջան, առանց քեզ եմ եղել, ոչ ես նեղանում։ Ինչ ես արել։ Ամենայտակիրը որ չեմ հիշում ինչ եմ արել։ Ինչ-որ ուտելի քարը։ Փոքր բան ես արել։ Ոնց որ գարե ջուրել առա։ Վարդերը, օй, հենն, արդեն լավ բացվել են։ Լավ, չէ, անայդ ես մայթ չեմ անցնի դրա համար, մի հատ վարդ անդե ընդհանրում։ Ամբողջ տուփերը վարդ են, ասում որ մի հատ վարդ է։ Վարդը էլի խանութներում լիքը թափած է։ Ես էլ լավ գեղեցիկ վարդերը, որոնցից ես բան չեմ հասկանում, Անահիտն է։ Ես չէի գա ես մայթ հաստատ։ Դե վարդերի խաթեր չէ, քո խաթեր է գա։ Ազատ եմ Անահիտ։ Այո։ Բոլոր թփերը նկարեցի, որոնց վրա վարդ կար։ Հատ էլ բայրն թողոցի, ոնց է պարադի կանգնացել են, չէ՞, մեքենաները։ Դենաս վաղը պարատ կլնի մայիսի 1-ին։ Չէ, հա, ինչ պարատ։ Կոնսերվատորիան։ Ես ինչ է, հա որ չկանգնեն հա ստեղ։ Ես են մտածեցի շինարարություն են ինչ-որ անում։ Ինչ։ Կարծեցի շինարարության համար է, էլի քանդում են բան։ Մի հատ էս գեղեցկությունն էլ ֆիքսենք։ Այս է վարդերից լավ է։ Միրոյի մուզեյում։ Միրոն հաստատ Երևանում եղել է։ Սաղ տանիքը սենց բաներ էին։ Կան քաղաքներ, որ կարոտում ես, կան հետ հանգիստ ես հիշում։ Օրինակ որն ես կարոտում։ Օ, Փարիզը։ Իսկ որն ես շատ եմ կարոտում, հանգիստ Իտալիան հիշում։ եմ շատ կարոտում։ Իտալիան քաղաք չի, Անահիտ, էլ մի Դե երկիրա, որ կեսից սաղ քաղաքները փոխի։ կարոտում են, Ֆլորենցիան, Վենեցիան, Բա որը չես կարոտում։ բանը։ Բարսան չեմ կարոտում, գիտես, ինձ հանգիստ հիշում եմ։ Բարսելոնա։ Հիացած էինք, չէ՞ մենք շատ։ Ճիշտն ասած ես Կողմը գնացինք, բայց այդպես կարոտ չեմ զգում այդ քաղաքը։ Ես ընդեղ էլ էի անընդհատ մտածում, որ Գաուդին ստեղ եղած չլներ։ Հա, Գաուդին էր ֆանտաստիկ։ Այո։ Բայց երիտասարդները հավանում են շատ։ Տենց կարոտով։ Լոնդոնը հիշում եմ, բայց տենց չեմ էլի ձգտում նորից Լոնդոն։ Մարկ Գրիգորյան փողոց։ Փարիզը։ Դե вообще Ֆրանսիայում մենք մենակ Փարիզում ենք եղել, քիչ ենք եղել։ Բաներում։ Այ Պրովանսը կուզենայի տեսնեի։ Լսում ես։ Այո։ Ես էլ մարդկանց մեջի կեռնեխներն են։ Հա, ասենց դուրս գալի որ պատուաների հետևից երաժշտություն է լսվում։ Հաստատ սենց հարևան չէի ուզենա։ Բայց փողոցում շատ հաճելի է։ Մենք որ Մոսկվայում էինք, այդ Վլադիմիր Կրայնևը հենց մեր հարևանն էր, էլի, նույն բնակարանում, մամայի Եվ հորաքրուջ աղջիկա։ Տանձնում էին, էլի, տանջեց ձեզ։ Արմեն, ամբողջ սուտկա նվագում էր, այդ տղան երբեք քննի ես չգիտեմ։ Մեկ էլ մի կես ժամով գալիս էր այդ բիլարդներ, գորգռոցով խաղում։ Դու էր տանում, թե ինքը անետ։ Չի, մենակ ես չէի, աղբերս էր կար։ Հետներս, ավելի շատ, դաժի պապան էր խաղում։ Հա։ Գալի կես ժամ գորգորում էր, էլի գնում էր նվագում էր, հա։
շատ աշխատասեր է, շատ։ Դե դրա համար հասավ այդպես բարձունքների։ Ինչ բարձր խոտան այդ աշխատասեր, հա? Անձրևն է աշխատասեր։ Անձրևն է, չէ՞, հաստատ աճացրել, այդպես ոնց է։ Մեր դվոյի ալերգենն է։ Սա է, հա։ Սա է դուքը թար։ Մենք չենք հասկանում ինչից է դուքը թար դիլիժանը։ Դες ստեղ խոտը հնձել են։ հա, ճիշտ է, ստեղ։ Անձրևը այդքան տանջվել է։ Ձեր կպել է, այլ։ Ինչ լավ է, բայց սաղ սենց կանանչ չէ։ Ոչ կեղտ է երևում, ոչ բան։ Ամբողջ է բանը, հագել է։ Աղբար։ Հələ ինչքան մեքենա է պրոսպեկտի վրա։ Պիտի ժամ է, էլի։ Ինձ թվում է այդտեղ են շատերը գալի, որտեվ տեսար մենք մետրոյով անցանք, սաղ երիտասարդներ են դերից դուրս էին գալի ու կասկադի ուղղությամբ էին գնում։ Հնձել են, բայց չեն հավաքել խոտը։ Լավ, սպիտակ չէ, կանաչի մեջ։ Ինչքան ավտոբուս եկավ իրար հետևից, սաղ կանգարը սրբեցին տարան, ինչև էտել էր եկան մի քանի հատ։ Հա, էստեղ տարբուր կողմից են, հա, դեպի գալիս, Բաղրամյանից էլ են հետքում ստեղ։ Այդ չգիտեմ։ Որ այսքան հավաքվում են։ Այդ ճիշտ հարց տվեցիր, չէ, Բաղրամյան գնացողները Ֆրանսիայի հրապարակից են թեքվում։ Այդ առաջ էր որ ստեղից 9 համար տրալեբուսներ, 8-ներ։ Որտեղ եք ստեղ։ Ես Խաշմերուկից թեքվում էր, գնում էր Բաղրամյան։ Չէ, ես ասում եմ այստեղ է կողմերը, Բաղրամյանից էլ են գալիս։ Այն ինձ քո ասած Ֆրանսիայի հրապարակ է։ Не знаю։ Են մեկի վրա ավտոկայան էր գրած։ Ես ինչ է գրած։ Նոր դավթը։ Հաղթանակ թաղամաս է, էդի Բաղրամյանը հետ ոչ մի կապ չունի։ Հաղթանակ թաղամասը։ Էդ որտեղ է։ Ես ոնց կից բացատրեմ որտեղ է։ Ինչ որ H2-ից են կողմ։ Դե հենց Բաղրամյանը ո՞ւր գալիս է Շահումյանից, չէ՞։ Բայց ո՞նց է գալիս։ Եսի։ Եսի մտ բռնել է։ Այդ շենքը ինչ-որ ծանոթ էր, բայց չհասկացա ինչ շենք էր։ Ստեղ ոչ մի կերպ չեն կարում կողմնորոշվել ինչ տնկեն։ Ինչի որ են տնկած է սա։ Ծառերել են տնկել նայի։ Ոնց էր հրանում են մենք ես ինչ զեները անընդհատ Ոնց է իրանց բանը պոլիցիան կոչվում։ Կարաբիներ։ Հա, կարաբիներ։ Մենակ հայերեն չհարցնես։ Կանցնենք։
որոշեցի, հա, դες Ինձ թվաց կանաչի վրա են կանգնել են, կանոնում։ Արի ես կամերան փոխեմ, ինչ որ ես մեկը դուրս չի գալի անդ։ Մի հատ դեղ երկու հատ։ Նույնն է, չէ։ Եսի։ Պարոդա ոնց է հայերեն, տեսակ։ Հա։ Օ, ստեղ գնանք։ Экскурсовода Боева. Направо, друзья. Каскада там. Нецгина. Налево. Друзья. Անայդ ինչ ես անում, թող անցնեմ մայդ, ուր ես տանում։ Արմեն, բայց ես ինչ լավ տեղա։ Ինչի մասին ես խոսում։ Մեքենայի։ Այո, ոնց որ եկել ենք ստե պետք է կանգնենք հիմա նենց բրթեցիր, բերեցիր ստեղ։ Ես էլ ասում եմ, ուր է գնում։ Անայդը չկան։ Հա, հեսա շեֆը։ Լավ փոխեմ կամերան վերջապես։ Գնացինք։ Կակրաս կիմանանք կամերաների տարբերությունը։ Բաներ, մեր հայացում է կայնա։ Ням 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 ням. Օ, այն ինչքան մարդ ա Երևան է, թելը նայի։ Հա։ Եղանակն է լավն է։ Լցված են բոլորը։ Ոչ մի հատ լսելու տեղ չեն թողել։ Ինչ է։ Լսելու թե նստելու։ Այդտեղից է լավ լսելը դիմացից։ Վերևը։ Բայց մենք երբեք վերևից չենք լսել, միշտ ներքևն ենք եղել։ Հա, բայց որը վերևը այդքան լիքն է, այդ նշանակում է ներքևը տեղ չի լինի, էլի։ Բայց ստեղի ակուստիկան լավը չի, պես։ Այսքան մոտիկից չես հասկանում ինչ են երգում։ Բայց ակուստիկան ստեղին նախատեսած չի։ Ակուստիկան այն կողմը ուղղված է։ Այ որ դե լիքը մարդ է հավաքվել։ Մի բան գիտեն մարդիկ, որ ընդեղ են հավաքվել։ А у вас в Казахстане показывают там армян казахских? Բարև ձեզ։ Սակլավ Ամերիկա։ Մենք ծանոթ ենք։ Բա ոնց, Տաթևիկի մաման է։ Հա։ Դե լավ եղեք դուք էլ։ Տեսնեմ ձեզ։ Վերջ է, իրանք արդեն ընդմիշտ եկել են Երևան։ Այո։ Սիբիրից։ Քանի տարի անդ։
Դե մենք առաջի անգամ տատերիկին մի 3-4 տարի առաջ էր։ Տեսանք 4 տարի կլինի, հա։ Ինքը այն վաղտել խոսք տվեց, որ ինքը եկել էր մենակ, հետո նոր ընտանիքը, ծնողները և բայրը։ ոնց որ պլանավորել էր, տենց էլ կատարվեց։ Ինչ ես ուզում։ Թող անցնեն, հա, խոսում ա հետևից։ Վայ, ես էլ ուզում եմ ասել, ստեղ մի քիչ նստենք։ Պետք է պտտվենք։ Եք էստեղից, որ էստեղ եք։ Շատ եմ սիրում ես, ամուսինս ինձանից ավելի շատ, ենքան որ երեխեք ու երեք երեխեքից թողել եմ եկել եմ։ Ես ես լավ երեկո։ Ասեց իմ ընկերուհին միշտ նայում Ավստրալիայից, ենքան կուրախանա մի հատ նկարվենք։ Բայց իրան չուզեց, որ նկարենք, մենք էլ չնկարեցինք։ Բայց ինչն էր հետաքրքիր, երևի հասկացանք։ Ինքն ու ամուսինը վերադարձել են, արդեն 2 տարի աստեղ են։ Չէ, վերադարձել, ինքը խոսում էր իրանց լեզվով։ Ինձ թվում է իրանք ընդեղացի են։ Որտեղացի են։ Ավստրալիացի, Ավստրալիայում են սաղ կյանքը, կամ էլ Պարսկաստանից են գնացել ընդեղ։ 2 տարի է Երևանում են ու չեն ուզում էլ հետ գնալ։ Միակողմանի ասես տոնս ենք առել 2 տարի առաջ, ամուսնուց հետ եկել ենք։ Երևանը շատ ենք սիրում, հիմա Պարսկաստանից են, թե որտեղից են, հետ չիմացանք։ Ես ուղղակի կասեի, եկել են, ոչ թե վերադարձել են, այո, այդ բանը, մենակ։ Ես շատ եմ Անայտը տեղավոր է։ Տիգրան Սուչյան Dialog Project, շնորհակալություն։ Եվ Արցախի պետական ջազային նվագախումբ։ Խոսքերը գիտեք, խնդրում եմ եկեք մեզ հետ։
Լևոն Այվազյան Շնորհակալություն էսթետիկ հաճույք պատճառելու համար։ Բուրը ծափարություններ։ Ոնց ենք։ Յանալի, ես ունեմ շատ լուրջ ուղերձ Երևանի քաղաքապետի կողմից, պարոն Ավենյանի կողմից ուղերձ ունեմ, հիմա պետք է ընթերցեմ։ Ուշադիր, փայլակ ուզում ես գրկի, կոնկրետ ես։ Так, ջազը ծնվել է Երևանից հեռու, բայց մեր քաղաքում այն վաղուց արդեն դարձել է հարազատ։ Հայկական ջազը ներողություն, հեռախոսից կախում արդեն։ Հայկական ջազը ձևավորվել է մեր երաժշտության շնորհիվ։ Սկսած Արտեմի Այվազյանիվ, ով 1938 թվականին ստեղծեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը, մինչև Լևոն Մալխասյան, ով իր ծափարում ենք, ով իր տրիոյո և ջազ փառատոներով նոր շունչ հաղորդեց այս ժանրին։ Չմոռանանք Արմեն Չիկո Թութուջյանին, որոնց ծափարություններ, ու Ստեփան Շաքարյանին, որոնց ծափարություններ, որոնց նվագն ու ուսուցումը նշանակալի տեղ է զբաղեցնում հայկական ջազի պատմության մեջ։ Այսօր էլ հայկական ջազը ապրում է և զարգանում է։ Շնորհիվ այն երաժիշտների, ովքեր համադրում են ավանդական ու ժամանակակից հնչողությունները կամ հնչիերանգները։ Նրանցից մի քանիսը Վահագն Հայրապետյանը, Արտո Թունջբոյաջյանը, Տիգրան Համասյանը արդեն հայտնի են միջազգային բեմերում, բայց այսօրվա տոնը ամբողջացնում են և ամբողջացում բոլոր այն երաժիշտները, այսօրվա երաժիշտների մասին է խոսքը, ում ներկայությամբ, ովքեր այսօր այս բեմում են ձեզ առջև և շարունակում են այն գործը, որը տարիներ առաջ սկսել են մեր ջազի մեծերը կամ մայստրոները։ Քաղաքապետարանը տարիներ շարունակ աջակցում է այս տոնին, որովհետև սա պարզապես միջոցառում չէ։ Սա Երևան է, իր մթնոլորտով, իր մարդկանցով ու իրենց սիրված երաժշտությամբ։ Ջազը մեր քաղաքի բնավորության մի մասն է։ Անկաշկանդ, ստեղծագործ ու ճաշակով։ Խոսելով մեծերից այս տարի լրանում է նաև Ջերալդ Գաֆեսյանի 100-ամյակը։ Մարդ, ով իր ներդրումով փոխեց Երևանի մշակութային դեմքը։ Նրա շնորհիվ Կասկադը դարձավ այն վայրը, որտեղ այսօր էլ համախմբում են արվեստը, մարդիկ և հնչողությունը։ Եվ հենց այստեղ, նրա թողած ժառանգության տարածքում, մենք պատրաստում ենք ավարտին հասնել Գաֆեսյանին սկսած գործը, Կասկադի ամբողջական վերակառուցումը։ Շնորհավոր բոլորին և շնորհակալություն բոլոր երաժիշտերին, կազմակերպիչներին և հատկապես ձեզ, սիրելի երևանցիներ։ Երևանը ապրում է իր մարդկանցով, նրանցով, ովքեր սիրում են իրենց քաղաքը։ Երևանի քաղաքապետ պարոն Ավենյան։ Շնորհակալություն ուղերձի համար։ Ծափահարենք ևս մեկ անգամ մեր սիրելի քաղաքապետարանին, որը իսկապես ևս մեկ անգամ եմ կրկնում 2012 թվականից սկսած
13 տարի շարունակ մեզ այս տոնը պարգևում է։ Ուրա, ուրա, ուրա։ Իսկ հիմա այս բեմում կհայտնվի լեգենդար ազնվորություն։ Մարդ, որը որ ասել է, որ մենք մնացել ենք ընդամենը մեկ պատիեստ։ Լավ, սկսենք Նիկողեոս Վարդանյանից բուրընցափարություններ, ևս մեկ լեգենդար ազնվորություն, Արամո, ևս մեկ լեգենդար ազնվորություն, Նիկողեոս Վարդանյանը ասեց, որ դանդաղ միանալու է, Արամո պատրաստ ես, շատերը չգիտեն, միջավեց Արամոն կոնսերվատորիան ավարտել է հենց հարվածային գործիքներ բաժինը, չէ Արամո, երկել այդ ընց է չսովորեցիր կոնսերվատորիան, ինչ տեղի վրեցավ եղավ մինչ և հետո։ Եվ այստեղ է Լևոն Մալխասյան, հայկական ջազի լեգենդ և առասպել։ Դյադ Մալխաս, ասպես մի պատիեստ մարդ ենք, տես ինչքան մարդ կա, ինչ մեծ պատիեստ է Երևանը։ Ծափարում ենք և առաջարկում ենք միջև երաժիշտները պատրաստվում են, հանում ենք մեր հեռախոսները, միացնում ենք ֆոնարիկները, բոլորը, միացենք ձեր սմարթֆոնների, հայլակ իշպես է հայր են ֆանարիկ, լապթերը, բոլորը, հիմա միատ սելֆի պտի անենք, բարձր պահում ենք, իսկ հիմա շարժում ենք, երաժշտության ներքո լվում ենք, Մալխաս տրիո! Նիկողեոս Վարդանյան, Արամո, ջազի միջազգայինորը շարունակվում է, ծափարում ենք լեգենդներին, վերադառնում է բեմ Հայաստանի պետական ջազ նվագախումբը, որը ծափարություններ և շարունակում է մեր տոնը սիրելերս, ևս ունենք հրավիրված երաժիշտներ, որոնք որ այսօր Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ միասին ձեզ այս գեղեցիկ տոնը նվիրում են։ Так, սպասում ենք Հայաստանի պետական ջազ նվագախմբի տղաներին, որոնք որ բարձրանում են բեմ, կարծես թե։ Դաշնակահար է, որը ծափարություններ, լավ չեք ծափարում իստովան։ Էլ ավելի բարձր։ Արման Տեշբալջյան միանում է ջազ նվագախմբին, Արման սպանացեք ձեր ուրույն տեղը, Վագեն Հակոբյան այսօր լիք ազատ ժամանակ ունի վայելում է ջազ ձեր հետ միասին, Так, Դավիթ Մերքոնյան, գեղարվեստական ղեկավար, ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնեմ, որ այս ամենը, այս տոնը ձեր համար
կազմակերպել են կազմակերպիչները իհարկե, բայց եթե չլինեին նվագախմբի տղաները եւ եթե չլինեին այն մարդիկ, որոնք հատուկ այսօրվա համար են այս բոլոր մշակումները արել եւ բոլոր մշակումները արել են հայ հեղինակները, սա կարեւոր է, եկեք ծափարենք հիանալի բառակապակցությանը, հայկական ջազի, իսկապես կալ է հպարտանալ անվերջ այդ երկու բառով, հայկական ջազ։ Так, պատրաստ ենք եւ այսպիսով շարունակում ենք դժալ։ Եվ մեզ սիրելի ջազ բենդը, տակ բուրըն ծափարություններ, Վագն դու պաստորը նորից գնում ես, Կարեն Մամիկոնյանն է գալիս քո տեղը նստում, Վագն դու կարող ես ստեղ նստել, ստեղ նստի, Կարենը գնում ես ընդել, լավ, Կարեն Մամիկոնյան բուրըն ծափարություններ, չէ, Վագի կարող էր չի գնար պաստորեն,
տեղ կլնի գտնել անայք։ Գնանք մեր տունը ձիվան, բան, սաղ ազատ է։ Գնանք հանգիստ նստենք։ Որը, ես իշտ է անայք, խլամ։ Վելևոր նստենք, սալուտ։ Սալուտ սրճարանն է։ Մի րոպե, Մարուշ խմորեղենը ձեր, հա? Վայ Մարուշ, այո։ Սա էլ Ciao Pizzeria-ն է, մեր նոր պրոյեկտը։ Իտալական ավանդական պիցաներ ենք մատուցում։ Այո։ Եկեք մեր ցույց տանք։ Տեղակ եք, չէ՞, մեր ցանցից, Մարուշից։ Մարուշը շատ լավ տեղակ եմ։ Այո, ես ինչ Սալուտ։ Սա մեր դեսերտներն է, Մարուշի։ Ոչնչով, հիանում ենք ուղղակի։ Շնորհակալություն։ Ես անջատեմ, բացատրեմ, որ մեզ շիլնի հյուրասիրել։ Այո։ Ես օրերը ոնց եք կարում տակից դուրս գաք։ Սովոր ենք։ Այսենց երիտասարդ է Իրանն է։ Դա չեք ներկայանա։ Ես Հարությունն եմ, Հարություն Մաղաքյանը։ Հարություն Մաղաքյան։ Այո։ Սալուտ սրճարանի Մարուշի հիմնադիրներից եմ։ Ինչքան ժամանակավոր հիմնադրել եք։ 2007 թվականից, իսկ Սալուտը 2021 թվականից։ Մարուշը դուք եք լրիվ, հա։ Մայրս է Մարուշը։ Ձեր մայրն է։ Ընտանեկան բիզնեսն է մեր։ Մենք Ես մի հատ Մարինայի տղան եմ։ դուք տղան եք։ Մի հատ որ հանգիստորենի անպայման կգանք մի հատ ծանոթանանք։ Շատ ուրախ կլինենք։ Շնորհակալություն։ Ստես, բրավո։ Մենք անցյալ ֆեստիվալին էլ ենք ջազի, ես նույն սրճարանում։ Այն վաղ ներսն է նստած։ Կոմիտաս, ջազով, անետ։ Շնորհակալություն շատ։ Լումո, չէ, արդեն սովորել եմ։ Լունգո, չեք էլ ուղում։ Հատել արդոն, ունչ բոյան ջամ, ուրա չեմ տենում։ ու մենք գնացինք ժողովուրդ, անայդին վերցնեմ, Իսահակյան փողոց Լավա գոնե այսօր եղանակը լավն էր, չէ։ Հա, Առավոտը անձրև եկավ, բայց հիմա լավ է, ոչ քամի կար, ոչ բան։ դու ժոնտիկ վերես քալե։ Ժոնտիկ վերցրել ես։ Ես ինչքան մարդ տեսան կանեք։
ծանոթ Everybody pays like 50%. Հարութի հեռախոսը վերցրեցի։ Հա, այդ որտեղ նստել ենք։ Ասեցի հարմար մի օր լինի զանգտամ գամ նկարեմ։ Այ անձրևը սկսեց կաթալ հենց ասեցի։ Հա։ Բա։ Աղա կոնդիցիոներներից էր։ Երկու հատ գլխիս կաթած։ Ես ինչ հերթ աստեղ։ Այդ ճիշտ անձրևա։ Վրա էր կաթած։ Հա։ Երեք տարեկանում էր ես Շնացա։ Ստեղ չէի լինի բացել ձոնից։ Խցանումի մեջ ընկանք։ Հլեն մայթի հերթը։ Դերնից մայթա, որ մայթը։ Նեղ մայթա, երկու ոտի երեք հասնի։ Վայ, ես ինչ քանակը։ Գնացինք։ Նյատել են կողմ։ Անձրևը որ ուժեղանա վերջը հարամ կանի։ Հա, ափսոս կլինի, չէ։ Լավ ժամանակին վեր կացանք։ Առաջի մասը շատ լավն էր, հետո սկսեց արդեն, ես այդ արտոյին չեմ։ Դες են ստեղերը երևի ինենց բարելու բաներա պետք էլի նվագել, չէ։ Հա, ես Ժողովուրդը արդեն տաքացավ, մեկ էլ փոխեցին։ ինստրումենտալնի ջազ այդ արտոնել։ Արի, ստեղ հրաժեշտ տանք ու արագ գնանք անայդ մի րոպե։ Լավ անակ հայր ջան։ Ստեսություն ձեզ։ Այսօր էլ սենց անցկացրեցինք։ Այո։ Միշտ առողջ լինեք։ Ուրախ լինեք։ Առողջություն եւ խաղաղություն։ Այո։ Միշտ առողջ եւ խաղաղ երկինք։